Պարոն Գրիգորյան, սա այս տարվա վերջին պատարագն է վարչապետի մասնակցությամբ։ Վարչապետը այս պատարագները անվանում է նորոգման պատարագներ, շատերը հույս էին հայտնում, որ Կտրիչ Ներսիսյանը ի վերջո կհեռանա այս ընթացքում, բայց նա չհեռացավ։ Ինչ եք կարծում, ինչու եւ երբ նա կհեռանա ձեզ։ Կարծում եմ մոտ ապագայում անպայման կհեռանա Կտրիչ Ներսիսյանը, ոնց որ ժողովուրդն է ասում, սա թասիպի հարց է ու կարծում եմ այդ թասիպը փոքր-ինչ կցուցաբերի ու անպայման կհեռանա։ Նրա հեռանալը կարծում եմ անխուսափելի է եւ այդ օրը անպայման գալու է։ Նայեք, վերջերս ԱԱԾ-ն բացահայտեց, որ նրա եղբայրը պակ գործակալ է եղել, ներկայումս շարունակում է համագործակցությունը այլ երկրի հատուկ ծառայությունների հետ։ Սա բավարար հիմք չէ, որպեսզի երկուսն էլ միասին հեռանան, երբ որ լայն նաև հանրային պահանջ կա։ Գիտեք, այն ինչը որ ԱԱԾ-ն հրապարակեց, դրա մասին շատ երկար ժամանակ խոսել է հանրությունը եւ այս այն ինչի մասին հիմա որ խոսում ես, իրադարձությունները վաղուց արդեն զարգացած էին ու կարծում եմ միջև վարչապետի կողմից այս գործընթացը սկսելը Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռացած լիներ։ Ես իմ խոսքում օգտագործեցի թասիպ բառը, կարծում եմ նամանավանդ այդ հանգամանքը օգտագործելով նա պետք է հեռանա։ Եվ ձեր ամանորյա կոչը հայ ժողովրդին որն է։ Իմ ամանորյա կոչը հետևյալն է, լինեն համախմբված պետության շուրջը, հավատան Աստծուն եւ ամեն ինչ լավ կլինի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։